Ինչ է կատարվում։ Ոչ մի բան, պապ։ Ուղղակի ծանր օր եմ ունեցել։ Համել այդ կտորները չհավաքեցի։ Ինչ է կատարվում։ Ոչ մի բան։ Թող գնամ այդ ջարդված կտորները հավաքեմ։ Այն արի մենք մեր ջարդված ընտանիքի մասին խոսենք, հա։ Վերջապես խոստովանեցիր, որ մեր ընտանիքը ջարդվում է։ Ո՞վ է ասել նման բան։ Դու։ Հենց նոր։ Գիտես, Ֆարինա, երբ որ ընտանիքում վստահություն չկա, այդ ընտանիքը շուտ է ջարդվում։ Այնպես որ խոսի ինձ հետ, լավ։ Հենրին մամայիս տղեկ չի։ Խոսա, պապ։ Եղբորդ Հենրիի մայրը Աննան է։ Մի ստի։ Ես շատ բարձ լսեցի, պապ, մի ստի։ Ձայնդ։ Հենրիի մաման Աննան է, եւ վերջ։ Ու կապ չունի, որ իրան ինչ-որ ուրիշ մեկն է լույս աշխարհ բերել։ Ինչ ընտանիք է, պապ։ Էս ինչ գաղտնիքներ են, պապ, ամեն անգամ։ Հանգստացի բալես, ոչ մի գաղտնիք էլ չկա, շատ նորմալ ընտանիք է։ Մորոքրոջս չգիտեի, պապի ինչը գիտեի, հիմա էլ ես, հենզին մամային տղեն չի հասկանում ես, ես չեմ ուզում ես իրականության հավատամ, պապ։ Հենրին մայր ունի, ու այդ մայրը Աննան է, ու չեմ ուզում ուրիշ ոչ մի բան լսեմ։ Իրան սեր ա տվել, քնքշանք ա տվել միայն Աննան։ Իսկ այն ինչ որ դու լսել ես, ընդամենը էպիզոդ էր իմ շատ երիտասարդ կյանքից, որի մասին չեմ էլ ուզում հիշեմ։ Բայց պաստորեն կա մեկը, որ ձեզ հիշացրել է այդ մասին։ Գիտես կան մարդիկ, որ մոխրից հառնում են ու ուզում են վառեն մարդկանց, բայց իրա մոտ այդ չի ստացվի, որովհետև ավելի շուտ ես իրան կվառեմ, քան իրա կրակը կհասնի Հենրիին։ Բա որ դա գա մեր ընտանիք։ Բա որ մորս մի բան ասի, պապ։ Չի կարա։ Չեմ թողնի։ Ու որպեսզի մայրդ այս մասին ոչ մի բան չիմանա։ Ինչի։ Ես այս նախորդն եմ։ Ուզում եմ խոսեմ հետը։ Ուզում եմ կիսվեմ։ Ես ինչ կա խոսալու։ Ինչ կա կիսվելու։ Ինչ ես ողբերգություն սարքել։ Ինչ է փոխվել քո կյանքում առհասարակ։ Բարի գիշեր, Վալիս։ Ապրես, որ իմ հետ այսքան մնացիր։ Ես քեզ ամենաշատն եմ սիրում։ Ինձ ասա, ինչ է փոխվել քո կյանքում, կամ ինչ կփոխվի քո կյանքում, որ այդ ամեն ինչի իմացար։ Ինչ։ Ոնց ինչ է փոխվել։ Կյանքս գլխի վար շուռ է եկել, պապ։ Խոսի, դու մի արի, ես մտնեմ տեսնեմ ինչ ա եղել։ Չէ, ինչի։ Ես ինչ ա եղել։ Ինչի ա կյանքդ գլխի վար շուռ եկել։ Վալիս, ինչ ես լացում։ Պապ, մենք բացատրի հասկանանք ինչ ա կատարվում։ Հենրի։ Դու։
Կասու կմնաս իմ առաջին ու վերջին սերը։ Քեզ նման ոչ ոքի չեմ սիրել ու չեմ էլ սիրելու։ Երբեք չեմ մոռանա քեզ, երբեք։ Բայց մենք երբեք էլ միասին չենք լինի։ Շատ եմ սիրում։ Շատ։ Կարամ հասկանամ ինչ ա կատարվում։ Չեք մեր ու աղջիկ այսօր վրես լացում։ Կարող եմ մեռնում եմ, չգիտեմ։ Ոչ մի բան չի եղել։ Կարեք մենք դուրս գաք, մեր ու աղջիկ խոսելու բան ունենք։ Միշտ հիշի, որ դու աշխարհի ամենալավ աղբերն ես։ Ամենալավ։ Ֆայնա միցրի։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, դու բան էիր ուզում ասեիր, բայց ոնց որ պապայից վախեցար։ Պապան բռնապետ չի, որ մի հատ էլ իր աղջիկը վախենա հետը խոսալուց։ Ինչա չեմ կարա ես մի օր իմ աղջիկայից սենց խոսամ։ Ես հիմա հոգնած եմ։ Վաղ կխոսենք։ Հիմա չեք ասելու ինչ է եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Հենրի չլսեցիր, երեխան հոգնած է, թող գնա քնի։ Ես մինչև չիմանամ քրոջս աչքերը ինչ է ատած, ստեղից դուրս չեմ գալու։ Ես ուղղակի Ալբերտին էի հիշել։ Պապան էլ հրաս բարկացավ։ Տնաշեն ես գիշերով դրան ինչ էիր հիշել։ Հեսա չենք կարողանալու քնենք։ Ուզում ես ես մնամ քո մոտ։ Չէ, մամ ջան, արդեն լավ եմ։ Գնացեք հանգիստ քնեք։ Հաստատ։ Հաստատ։ Ոչ մի բան։ Ծանր ուրա, ուղղակի, մտնում լողամել։ Սպասի, Ֆայնան ինչ էր ասում, կյանքս գլխի վեր շուռ եկավ։ Վայ դե, Այդ Ալբերտոյի մեռնելուց հետո ասեց, ինչ բառ ասացիր։ Գլխի վայր։ Հա, կյանքը գլխի վեր շուռ է եկել։ Սրբիժ էր։ Ֆայնան դուրս չեկավ, բայց մի բան ուզում էր ասել ու չասեց։ Կարող է գնամ մոտը։ Գնա Հենրի։ Գնա։ Դու խաղում ես իմ հետ։ Մենակ թե որ ես անգամ գնացի, այլ հետ չեմ վերադառնալու։ Գնա։ Գնա։ Հերիքա։ Ինչքան պայքարեցի, հերիքա։ Էլ չեմ զանգելու։ Կամ ինքը, կամ ես։ Երեխունն ընտրության առաջ կանգնացրեց։ Հետո։ Ինչ հետո, մամ ջան։ Պարզ չի, որ Անգելինան ինձ չընտրեց։ Դե բա ինչ էիր ուզում բալես։ Հովիվան թող ներկայացում չէր ասելու ես Հենրիին եմ ընտրում։
ներկված հավը ով էր։ Մայ պապայտում հետս չայլ վաղտ կապ ունեցել։ Մի վարկյան անգամ չեմ կասկածում, որ կապ ես ունեցել։ Խնդրում եմ հայրը ինձ մի զանգի, ավելի մի տանջի, այլ ուժ չունեմ։ Չի զանգեցի։ Ինչի նորից նվաստացրի։ Մարդը առանց ինձ էլ լավ ապրում է։ Ինչ էշեմ ես արա։ Սեր չկա։ Փուչի կա սախ։ Բարի լույս։ Ոնց պիտի լինեմ առանց քեզ հարազատս։ Դե ինչ պիտի անեմ առանց քեզ։ Կռիվ եմ տալիս կյանքի անարդար ալիքների դեմ։ Չհուզվեմ։ Ինչ։ Ոնց դու գալիս ես։ Վերադառնում ես Հայաստան։ Ինչու եմ լռում, որովհետև չէի սպասում քեզնից նման ցանկություն։ Անակնկալի բերեցիր։ Բայց դու լավ մտածիր։ Վստահ ես, որ ուզում ես գաս։ Բոլորը ուզում են գնան, դու գալու կռիվ ես տալիս։ Հասկացա։ Ինձնից հասնում էր իմ համեստ խորհուրդը տալ, մնացածը քո որոշումն է, իհարկե։ Միայն ինձ տեղյակ կպահես, երբ ես գալիս, որ շուքով, պատվով քեզ դիմավորենք։ Լավ։
Բարև։ Ինչ եք անում այստեղ։ Ես չէի ցանկանա կրկին քո հետ հանդիպել, եթե դու մի քիչ խելք ունենայիր։ Ինչ եք ուզում ինձնից։ Նայած դու ինչ ես ուզում մեզնից։ Ես իմ հարցերը կլուծեմ Հենրի ու Միքայելի հետ։ Հələ mən վերեմ նայ։ Նայ։ Նայ ինչ բարձրություն է, ինչ լավն է։ Պատկերացնում ես այդտեղից վայրեջք կատարես։ Վախացնում եք, հա։ Չեմ վախացնում։ Ինչ վախացնեմ։ Ընդհակառակը փափուկ վայրեջք եմ խոստանում։ Ձեր ոճը չի փոխվել։ Էլի սպառնալիքներով եք ձեր հարցերը լուծում։ Սպառնալիքի լեզվով ես քո հետ առաջին անգամ եմ խոսում։ Տարիներ առաջ ես քեզ փողը տվեցի, ճանապարհեցի, բայց դու չկարողացար գնահատել իմ բարությունը, նորից հետ վերադարձար։ Վերադարձա որդուս հետևից։ Կսպանեմ քեզ։ Ես իրավունք ունեմ Հենրիին մոտենալու։ Կյանքդ դժոխք կսարքեմ։ Եթե մեր պահանջները չկատարեցիր, չչքվեցիր ես երկրից ու չանետացար մեր կյանքից։ Ես չեմ ուզում քեզ այդ վիճակում տեսնեմ, բալես։ Բա ինչ անեմ Անետ։ Երգեմ պարեմ, հա։ Ուրախանամ։ Թե ձեր նման ձևացնեմ, որ ոչ մի բան չի եղել։ Դուք բոլորդ խաղում եք։ Չէ, բալես։ Դա այդպես չի։ Չփորձես արդարացումներ գտնել Անետ։ Ես որևէ մեկին չեմ արդարացնում։ Ընդհանրապես ուզում եմ իրավիճակը ճիշտ ընկալես։ Ամեն բան ճիշտ հասկանաս։ Հենրին մամայի տղան չի Անետ։ Դրա ինչը ճիշտ ընկալեմ։ Կամանց։ Լավ, մնացածին հասկանում եմ Անետ։ Բայց դու ինչի ես ինձ խաբել։ Ես ինչ անեի։ Ասեի, որ տանջվեիր, հա։ Ոնց որ հիմա ես տանջվում, ինչ անեի։ Բայց չմնաց, չէ։ Բացվեց, չէ, այդ գաղտնիքը։ Չի բացվել։ Այդ մասին միայն դու գիտես։ Ու պիտի լռես հանուն Հենրիի։ Ձեր սուտը աղբորս կործանելու է։ Դրա համար միակ բանը, որ պիտի անես, դա լռելն է։ Պիտի լռես, որ Հենրիի համար ցավ չլինի, թե չէ։ Մաման պաշտում է Հենրիին, Հենրին էլ մամային։ Որքուր ես ավելի շատ կմտածեի, որ ես մամայի երեխան չեմ, քան Հենրին։ Դու պետք է լռես նաև հանուն Աննայի։ Աննան չպիտի իմանա, որ դու գիտես։ Ես վստահ չեմ, որ ես դառը իրականության ծանրությանը կդիմանամ։ Պիտի դիմանաս։ Հանուն Հենրիի, հանուն ծնողներիդ։ Բացի դա, պապիդ պահանջն է եղել, որ այդ ճշմարտությունը չբացվի։ Լավ Անետ։ Գոնե պատմի հասկանամ ոնց է այդ ամեն ինչ եղել։ Ես արդեն ասեցի այն ինչ գիտեի։ Ես իրոք ուրիշ ոչինչ չգիտեմ։ Բացի դա ես չեմ էլ ճանաչում Միքայելի նախկին կնոջը։ Երբեք չեմ տեսել։ Չլացես։
Հենրի։ Ինչ ես անում ստեղ։ Ես ոնց որ խառն ես, հա։ Հենրի, ուր։ Ուր որ գնում էի արդեն եկել եմ։ Ամբողջ գիշեր քեզ էի զանգում, բայց չէիր պատասխանում։ Կարամ հասկանամ ինչի։ Հենրի, նենց ես խոսում, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Իսկ ինչ ա եղել։ Հա, հիշեցի։ Այն որ երեկ հիվանդանոցում ինձ ասեցիր գնա, ես է խոստացա չվերադառնալ։ Հա, ու լավ կլիներ, որ խոստումդ չխախտեիր։ Իսկ դու լավ կաննեիր ու շադիր լինեիր, որ չվարվի։ Թե ոտը չես արվում։ Օգնեմ, որ չվարվես։ Հենրի, ինչքան ես խոսում, մոտս վառեցի։ Ոչինչ։ Մեկ-մեկ էլ դու վարվի, որ հասկանաս ինչ եմ խոստումներս դրում։ Ինչ եմ ամեն անգամ ասում, որ էլ հետ չեմ գա, բայց հետ եմ գալիս ու քեզնից սեր սպասում։ Հենրի, գնա։ Լավ, բայց ում համար ես սենց պատրաստություն տեսնում։ Հյուրեր ունես։ Չէ, իհարկե, պապայի համար եմ սարքել։ Մալադեց օպարավո։ Լավ էլ ախորժակ ունի հիվանդ սրտով մարդու համար։ Համով է։ Լավ է, սոված չես թողնի։ Խնդրում եմ քեզ գնա։ Ահա, ինչ եկել եմ ասում ես գնա, ստված դեմքով ես, մտածեցի ընթացքում կփոխվի, բայց ոնց որ տարբերություն չկա, հա, հələ մի հատ էլ դուրս ես հանում։ Մաման կգա տուն ու մեզ կտեսնի, պետք չի։ Ինչի, մամատ էլ սրտի խնդիր ունի։ Հենրի, մենք երեք խոսացինք, ու շատ լավ կլիներ, որ դա լիներ մեր վերջին զրույցը։ Լսի հրեշտակ, ես հասկացա, որ երեք դու ձերոնց ազդեցության տակ էիր, որ քեզ պատին են սեղմել ու դու ուրիշ տարբերակ չունեիր։ Ճիշտ է դժվարությամբ, բայց այդքանը մարսելով եկա, որ հանգիստ խոսանք։ Խոսալ պետք չի։ Ես ամեն ինչ որոշել եմ։ Իմ որոշումը վերջնական է, Հենրի։ Մենք չենք կարող իրար հետ կապ ունենանք։ Դուք շատ լավ զարգանում եք։ Հա, շատ լավ է, ապրեք։ Միքայելի կարող է դու դուրս գաս։ Ես դες կանգարում եմ։ Բնավ։ Բա ինչ ես ասում։ Հո ես ձեր հարևանի մարդ եմ։ Նորմալ է, շարունակեք։ Բակրատովնա ջան, ինչ է պատահել։ Այդ ուղղակի ամուսնուց դեմ քեզ պահին շատ ծիծաղելի էր։ Հա։ Իրոք։ Եվ ինչի։ Հենց ուշադիր ես նայում այդ էկրանին, ոնց որ ինչ-որ բան ես հասկանում։ Իսկ քեզ ինչի է թվում, որ չեմ հասկանում։ Ոնց էլ չլինի, բժիշկուհի կին ունի։ Մի բան սովորած կլինի, իսկ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Միայն ձեր մոտ մի փոքր լարվածություն եմ տեսնում։ Այդ լարվածությունը անել է իմ վրա։ Դու ինձ մեկ բան ասա։ Չի երևում։ Թեպետ սա այն դեպքն է, երբ սերը դեռ չի երևում, բայց մի քանի օրից հնարավոր է երևա։ Դե հա ինչքան շուտ իմանանք, այդքան լավ։ Հետո ես մի քիչ անհամբեր եմ։ Ես գիտեմ, բոլոր տղամարդիկ անհամբեր սպասում են տղա երեխայի։ Ես բացառություն չեմ։ Ես գնամ Բակրատովնա ջան։ Տեսար, որ ամեն ինչ կարգին է։ Քեզ պետք է լավ նայես։ Այս տարիքում հղիությունը խաղապար չի։ Ես գիտեմ։ Դու պետք է քեզ հանգիստ պահես ու հոգ տանես քո մասին։
Ես չեմ կարող հանգիստ լինել։ Ամեն վարկյան վախերի մեջ եմ, իսկ եթե այդ կինը Հենրիի հետ հանդիպի ու ամեն ինչ պատմի, դու հասկանում ես, որ եթե Հենրիի ճշմարտությունը իմանա, ես կխելագարվեմ։ Ես խոստանում եմ, որ Հենրին երբեք ճշմարտությունը չի իմանա։ Դու այսօր հիվանդ ունենալու ես։ Չգիտեմ, ինչ ես հարցնում։ Հիմա ունենալու ես, թե չէ։ Շատ լարված ես երևում։ Կարծում եմ հասկացար ինձ։ Սա ճիշտ չի։ Գլսի դու իմ հետ չես կարող ճշտից խոսես։ Հələ մի բան էլ փապագում ես հաջողության հասնես։ Ստապվի վերջիդ բադալնելու։ Դուք ինձ միշտ ատել եք։ Չէ, չեմ ատել։ Ընդհանրապես հասկացել եմ ով է դիմացս կանգնած։ Որդուս նման գույժ չեմ եղել։ Միքայելը ինձ սիրում էր։ Ես էլ իրան։ Հա, դու էլ օգտվեցիր այդ առիթից։ Գնացիր տղուս կողքը կանգնար, հա, որ իրավունք ընդհանրապես չունեիր։ Թյուրիմացություն էիր դու։ Այդ թյուրիմացությունը ձեր որդուն տղա է պարգևել։ Լսի վիզդ կփոքեմ։ Դու չեմ տա իմ ընտանիքին կամ Հենրին ընդհանրապես մոտենաս։ Ես առաջվա հինդուն չեմ որ փողը տնեմ գերբանը դասեմ գնա։ Եթե չես ուզում, իսով թոզով կորես, քո կամոք չկվի։ Գնա էլի չկվի։ Դուք այն ժամանակ էլ ինձ հետ այդպես վարվեցիք, որովհետև ձեր շահերից էր բխում իմ չլինելը։ Կարծում եմ մեր այսօրվա զրույցից լավ ծաղկակախ կանես և հոգուտ քեզ որոշում կկայացնես։ Էլ չեմ ուզում քեզ լսեմ։ Դեռ կլսեք։ Ոնց որ լավ չլսեցի, նորից կրկնի։ Հենրի, ես ընտանիքիս եմ ընտրել։ Ընտանիքդ, հա? Բա ես, թե ես ոչ մեկ եմ քո համար, չնայած ինչ եմ հարցնում, պարզից էլ պարզա պատասխանդ, որ թքած ունես իմ վրա։ Տենց չի, Հենրի։ Տենց է։ Ես ով եմ քո համար, հա? Ով եմ։ Հենրի, պետք չի սենց։ Դու քեզ ճիշտ չես պահում։ Էդ հլը ես եմ ինձ սխալ պահում։ Էդ հլը ես եմ մեղավոր։ Դու իմ զգացմունքները ոտատակ արեցիր ու խորը թքեցիր հոգուս մեջ։ Դու մենակ քո զգացմունքներից ես խոսում։ Քեզ ինչ է թվում, ես հեշտ եմ եկել ես որոշմանը։ Լավ էլի, մնում էր մի հատ էլ զոհի կերպարի մեջ մտնեիր։ Հենրի, ես քեզ շատ եմ սիրում, բայց ծնողներիս էլ պաշտում եմ։ Դու որ սիրել իմանայիր, այս խոսակցությունը մենք չենք ունենա։ Հենրի, հերիք է։ Հերիք կլինի այն ժամանակ, երբ դու ապրես այն ցավը, որը հիմա ես եմ ապրում։ Եթե դու մտածում ես, որ ես չեմ տառապում, ուրեմն դու ինձ չես ճանաչել։ Ու ցավոք սրտի երբեք էլ չես ճանաչի։ Դուրս տեղից։ Բագրատ, դու սխալ ես հասկացել։ Թող բացատրեմ քեզ խնդրում։ Ինչ պիտի բացատրեմ այստեղից։ Սխալ ես հասկացել։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Ոչ ոք չի կարող բացել Բագրատ։ Լավ այանին խափեն։ Դուրս արի։ Դուրս այստեղից։ Բագրատ, թող գոնե իրերս վերցնեմ, խնդրում եմ։ Այդ քո փալասները իմ փողերով ես առել, լսեցիր։ Հիմա դուրս արի։ Դուրս արի այստեղից։ Սաղ դու ես մեղավոր, դու տրամադրեցիր եղբորդ իմ դեմ։ Մեղայ Աստծո։ Գալուխ մի դիր սրա հետ։
Էդ ինչի հանկարծ այդ գտածդ գեղեցկուհին դարձավ վատը։ Էդ ինչի դուրս արեցիր։ Հեռախոսը զրույցը լսեցի։ Որովհետև պարզվում է ոչ թե ես եմ իրան պետք, այլ իմ փողերը։ Դե ինչ ես ծիծաղում։ Արածդ բացահայտման վրա։ Պարզից էլ պարզ էր, թե այդ աղջիկը ինչի ա քո կողքին։ Առաջին օրվանից եմ ես դա ասել։ Բայց չգիտես ինչի դու դա չէիր նկատում, կամ էլ չէիր ուզում նկատել։ Սրտովս գնա։ Բայց մի նեղվի, նոր սիմա կգտնես, գրպանիդ պարունակությունը քեզ թույլ կտա դա անել։ Եկել էր ինձ հետ ասեիր, ինձ թողեցիր գնացիր շախունցների տուն, դավաճան։ Ես շախունցների տուն գնացի միայն Աննայիս համար։ Իսկ հիմա եկել եմ քեզ զգուշացնեմ, որ Հենրիից հեռու մնաս։ Շախունցները փաստորեն քեզ սուրհանդակ են ուղարկել։ Միայն խոհանոցով չես զբաղվում։ Սուրհանդակ ես։ Բացի դուրա։ Կարող դուրս գամ բակ տեսնեմ թակավորական ձին կանգնածա, քեզ ա սպասում։ Հեռու մնա Հենրիից։ Հեռու մնա, որ Աննայից ցավ չպատճառես։ Առանց էլ երեխուս կյանքը ավիրեցիր։ Ես եմ ավիրել այդ երեխու կյանքը։ Այս տարիքում շախունցների համար երեխա է ունենում։ Ես եմ ավիրել։ Ում ես ինչ խափում։ Մենք լավ գիտենք ինչը ոնց է եղել, ինչը որից հետո է եղել։ Հեռու տար ձեռքերդ Հենրիից։ Հակառակ դեպքում կկորցնես ինձ էլ Աննային էլ։ Աննային ես տարիներ առաջ եմ կորցրել։ Բայց Աննան չի ուզում Հենրիին կորցնի, որին դու օգտագործում ես շախունցների դեմ։ Լակոտը շատ լավն է։ Իրոք լավն է Հենրիս։ Բայց դու երբեք Հենրիի սերը չես վայելի։ Որովհետև դու երբեք Հենրիին որպես թող չես ընդունի։ Ու պետք չի աչքերից թոս փչել։ Բագրատ, ես քեզ բոլորիս լավ եմ ճանաչում։ Մի մոռացի։ Սիրուց ես խոսում, բայց չգիտես սերը ինչ բան է։ Եթե դու քեզ դրանից լավ կզգաս, ուրեմն հա մտածի տենց են, ես չգիտեմ սիրելն ինչա։ Ես էլ կարայի, չէ, ընտանիքս ընտրեի, բայց չէ։ Ես քո համար բոլորին դեմ գնացի, հորս, մորս, պապուս, քրոջս։ Կարայի բոլորին թողնեի, որ քո հետ գնայի։ Թե քեզ թվում է ես իրանց չեմ սիրում։ Երևի քո չափ չեմ սիրում։ Կամ էլ իրանք առողջական խնդիրներ չունեն։ Նորից դու։ Անգելինա, ամոթ քեզ։ Ճիշտ ես ասում, Մարգուր։ Առաջին անգամ է, որ քո հետ համաձայն եմ։ Ամոթ քո աղջկան։ Շատ ամոթ, որովհետև ինքը իմ զգացմունքների հետ է խաղում ոնց ուզում է։ Կբացատրեք ինչ է կատարվում։ Կատարվում է այն, ինչ դուք այդքան երազում էիք։ Ձեր աղջիկը ինձ գրողի ծոցը ուղարկեց։ Մնաք բարով, ես էլ ձեզ չեմ անհանգստացնի։ Հիմարի մեկը։ Անգելինա։ Ոչ մի բան մի ասա, մամ։ Գնա քո սենյակը ես լոգան կընդունեմ ու գնամ